Ծիծաղը դեմքի զարն է, ծիծաղը դեմքի վարն է, ով չի ծիծաղում հաճախ, ամենադժվար մարդն է, ծիծաղը դեմքի զարն է, ծիծաղը դեմքի վարն է, ով կծիծաղի հաճախ, ամենա երջանիկ մարդն է, ամենա երջանիկ մարդն է, Հարգելի հեռուստադիտողներ, ոստիկանության կողմից քիչ առաջ վերջապես ձերբակալվեց Ոզնի թերթի գլխավոր խմբագիր, ծիծաղի տան անփոփոխ վարող, ոսկե գրիչ և Իսահակյանի անվան մրցանակների դափնեկիր, հանրահայտ բանաստեղծ Արամայիս Սահակյանը։ Նախստորեն մեղադրվում է 20 տարի շարունակ իշխանություններին և հատկապես ոստիկանությանը քննադատելու մեջ։ Օգտվելով այս հանգամանքից, որ հիմա նկարահանվում է ծիծաղի տուն հաղորդումը, իտես ամբողջ ժողովրդի որոշեցինք նրան բերման ենթարկել։ Բերեք ձերբակալվածին։ Նստեք։ Քաղաքացի ոստիկաններ, շնորհակալություն ուշադրության համար։ Բարեբախտաբար վերջին շրջանում խմբագիրներին պատժելը բարի և լավ ավանդույթ է դառնում։ Իսկ այժմ խնդրում եմ, զգուշացեք ինձնից, բայց և այնպես թույլ տվեք գուցե վերջին անգամ վարելու ծիծաղի տունը, հիշելով զգուշացիր ավտոմեքենայից ոստիկանական կինոնկարի հերոս Յուրի Դեդեշկինին, որը ոստիկաններին խնդրում էր թույլատրել դատից առաջ մասնակցել ներկայացմանը, իսկ դատարանում ասաց. «Քաղաքացի դատավորներ, ես ուզում էի ձեզ օգնել, ազնիվ խոսք էլ չեմ անի, ախր գողանում են, շատ են գողանում»։ Իսկ հիմա զգուշանալով ինձնից, այնուհանդերձ շատ եմ խնդրում ձեզ, մի սարսափեք և ձեռնաշղթաներս հանեք, ազնիվ խոսք, խոստանում եմ մեղմ ասած ծեծի չեն թարգել ձեզ և մարմնական ծանր, թեթև ու միջին աստիճանի վնասվածքներ չպատճառել, երդվում եմ, խնդրում եմ հանել։ Չեք ուզում, հա? Հաճույք է պատճառում ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ազատություն Յուրի Դեդեշկինին։ Ես իհարկե որպես հանրապետության գլխավոր ոզնիապետ, նախապես ձեզ ասեմ, որ անպայման բողոքելու եմ հանրապետության գլխավոր ոստիկանապետ, ձեր լավ վերադաս գեներալ Սուրեն Աբրամյանին, շատ սրամիտ մի մարդու, որը հուսով եմ իմ խաթրին չի դիպչի։ Երբ պարոն Աբրամյանը Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ էր, մի անգամ հարցրի գնդակահարության դատապարտված մարդ չկա, հարցազրույց անցկացնեմ, ասեց չկա, բայց քո խաթրին կստեղծենք։ Իսկ միտեղ, քանի որ ասացի սրամիտ է, միտեղ իր ներկայությամբ մի մարդու մասին գյուղերից մեկում մի տարեց կնոջ ներկայությամբ ասացի, որ սրամիտ է, կինն ասեց խեղճ մարդ տեսնես ինչից է եղել։ Իսկ քանի որ սրամիտ է Սուրեն Աբրամյանը, հիշում եմ Հովհաննես Չեգիջյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, նրան նվիրեց մի մեծ հրացան և ասեց այս խառը ժամանակներում արվեստագետներին անպայման զենք է հարկավոր։ Իսկ երբ իրեն տեղյակ պահեցին, որ Վանոն ասել է Սուրեն Աբրամյանը հավանաբար կրկնելու է իմ կյանքի ճանապարհը, քաղաքապետ, գլխավոր ոստիկանապետ, Աբրամյանը նույնպես սրամտել է, թե եթե իր պես աշխատեմ, իհարկե կրկնեմ նրա ճակատագիրը։ Ինչ մնում է ձեր լավ վերադասին, ապա մի անգամ ոստիկանատուն էր եկել Էջմիածնի վանքի ներկայացուցիչներից մեկը
Իսկ ոստիկանն ասաց, խնդրում եմ գնաք ձեր վերադասից մի գրավոր տեղեկանք բերեք։ Նա էլ ասեց, ախր մեր վերադասը Աստվածն է, ոնց կարող են գրավոր տեղեկանք բերել։ Այնպես որ ես ձեր վերադասին կբողոքեմ անպայման։ Իսկ այժմ հարգելի ժողովուրդ, ես Ներողություն, պարոն Սահակյան, ոստիկաններ դուք ազատ եք։ Խնդրեմ։ Փոխանակին ազատեք։ Իսկ այժմ հարգելի ժողովուրդ, ես ուզում եմ ներկայացնել այն հարգելի պարոններին, որոնք այսօր հանիրավի ձերբակալեցին ինձ։ Ներքին գործերի նախարարության բժշկական վարչության պետ, գնդապետ Գրիգոր Աղայան, աղամարդ, որը ոստիկանների հետ ոստիկան է, բժիշկների հետ բժիշկ եւ լավ հատկանիշների տեր։ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիք Սարգսյան, որը թեև իմ հին բարեկամներից է, բայց կողմեր իմ ձերբակալմանը։ Ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, փոխգնդապետ Ռուբեն Ստեփանյան եւ վերջապես ներքին գործերի նախարարության շտաբի ներկայացուցիչ փոխգնդապետ Հայկ Սարգսյան։ Ես վստահ եմ, որ դուք լավ հիշողություն ունեք եւ այսօր հետաքրքիր ու ծիծաղելի հուշեր կպատմեք։ Շատ լավ հիշում եմ, որ մի անգամ Գրիգոր Աղայանին հարցրի տիկնոջդ անունն ինչ է, ասաց Կարին է, ասի գեցես լավ էլ հիշողություն ունես, ասեց ուղղակի մոտս գրած է։ Հետո ինձ ասաց, որ դու գիտես, որ ոստիկանները շատ են հարգում քո հիշատակը, ուզում եմ ասի երևի աշխատանքը։ Դե ասացի ոստիկանների մեծ մասը հարուստ մարդիկ եք, եւ ասեց բա չէ, քեզ նման խելքը տվել ես թերթին ու հերոստատեսությանը։ Ես իհարկե անկախ ամեն ինչից շատ բարձր եմ գնահատում ոստիկանության անգնահատելի աշխատանքը, պետության խորհրդանիշ լինելը, բարձր եմ գնահատում ոստիկանների ցածր աշխատավարձը եւ ինչ որտեղ տեղը հանելը։ Շատ լավ գիտեմ, որ դուք անընդհատ շփվում եք ձեր շրջապատի փշերի հետ։ Թեև ոչինչ, ված շրջապատ չունեք։ Ես օրինակ գիտեմ, որ Հայկ Սարգսյանը հաճախ հպարտանում է, որ ինքը ծնվել է միտեղ, որտեղ իր դասընկերներն ու թաղի ընկերները եղել են այնպիսի մարդիկ, ինչպես Աշոտ Բլեյանը, Արա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Արա Սահակյանը, Հրանտ Բագրատյանը, Գրզոն, նաև այնպիսի, որ հիմա չկան մեծ մասը հեղինակություններ, ինչպես ասենք Լոբի Ժորը, Պոնչիկ Լևոնը, Սերը, Ղայրիմանը, նույնիսկ այսօրվա այնպիսի թաղում հանրահայտ մարդ, ինչպես Եղիա Շամշյանի եւ իմ քո լավ բարեկամ Հակոբ Շամշյանը եւ ուրիշներ։ Հայր, այո, Հակոբ Շամշյանը։ Այնպես որ սիրելի գրզոններ, ներողություն, սիրելի ոստիկաններ, ես ցանկանում եմ, որ դուք այսօր իմ տխուր հոգին գոնե կատակներով ուրախացնեք։ 93 թվականներ միլիցիայի բարձրագույն դպրոցի դիմորդները անցնում են ռազմաբժշկական քննության։ Այդ ժամանակ այդ տարիներին ես ներքին գործերի նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն էի։ Եվ կոմիսիան այդ հանձնաժողովը բավականին խիստ մոտեցումներ ուներ զինվորների նկատմամբ, որտեղ վերջին հաշվով մենք պատրաստում ենք կադրային սպաներ համակարգում հետագայում ծառայելու համար։ Բավականին խիստ ենք մոտենում առողջական վիճակին զինվորների եւ բնականաբար զինվորներն էլ աշխատում են ամեն կերպ թաքցնել ինչ-ինչ ժամանակներում կրած հիվանդություններ, քողարկեն, որպեսզի առողջ ներկայանային եւ մասնակցեն ընդունելության քննություններին։ Եվ մի օր Արտաշատցի մի տղա ներկայացավ հանձնաժողովի, Նյարդաբան Մարետա Թադևոսյանը սովորականի նման հարցուփորձ է անում, անամնեզ է հավաքում, բժիշկները կասեն։ Եվ թե տղա ջան, դու ցնցումներ, ուշագնացության նոպաներ երբևէ ունեցել ես։ Սա լուրջ դեմքով, այո, իրենց բարբառը ունեցիր եմ, հմել ունեմ։ Հպարտությամբ մենք զարմացանք, Մարետանին նայեց, թե էս ինչ ասում ես տղան։ Սա չեք հավատալի, կնացեք, տուսը հարցրեք, մամաս կանացի։
ամեն Աստծո օր ընկնեսեմ կետին թփրտասեմ։ Այդպես զարմացանք ազնվության զոն էր Ալեքս Սերգեյիչին պատմեցի գործի չանցավ դրանից հետո։ Ասացի Ալեքս Սերգեյիչ, պատկերացնես, այս zemляքը բան արեց, ասես դե ազնվության զոհ է էլի մարդը։ Չխաբեր, եթե այս արտաշատուց պատմեցիք, խնդրեի թող Ալեքս Սերգեյիչը Կեսպերյանը պատմեր։ Երբ որ քրեական հետախուզության պետն էի, բաժանմունքի պետը Արտաշատի ներքին գործերի բաժնի, մի անգամ հազանգ եղավ, որ Այգեզարդ գյուղում դեպք է կատարվել, մեկի ավտոմեքենան թալանել են, գողություն է կատարվել ավտոմեքենայից, մեկնեցինք դեպքի վայր, սեփական տները բոլորդ պատկերացնում եք, դարպասից ներս որոշակի տարածք պետք է անցնել, նոր մտնել տուն, դալան են ասում։ Այդ դալանով ներս մտնելուց նկատում ենք մեքենան թալանված, անվա դուղերը հանել են, մեքենան գցված է գետնին, դիմապակիները չկա, գողացել են եւ ամենավատը որ պահն էր, որ ես նկատեցի մեքենայի կողքին մի գերմանական ավչապկա այդ մեծ շներից մի շատ լավ շուն գլխից գնդակահարված, անկած է հենց մեքենայի կողքը արյունը մոտ 1-2 մետր ցած հոսել է մեքենայի տակով դեպի այն կողմ։ Ես նայեցի այդ շանը, ինձ վրա շատ ազդեց, որովհետեւ այդ ժամանակ ես էլ շուն ունեի, ես նույն շնից ազդվեցի, ասի Մարդը այնքան չի ազդում, որքան ազդվեցի ոչ այնքան մեքենայից կամ գողությունից, սովորաբար դա մեզ համար արդեն տենց մի քիչ սառել ենք այդ process-ի նկատմամբ, ուղղակի շան վիճակը ազդեցրեց, տերն էլ մեքենայի կողք կանգնած ուշադիր նայում եմ ես, ասեցի այ մարդ, ստորները գոնե շանը չխփեին, շունն ինչ մեղք ուներ, շանը գոնե չխփեին, ափսոսել, մեկ էլ տեր ընդեից, ապե շանը ես եմ զարկի, իրանք չեն գյուլլայի, ես եմ գյուլլայի շանը, ասի քո շունը չի, իմ շունն ես էլ գյուլլայր եմ, բայց խես գյուլլա է, բր աղբեր ջան մտիրեմ տակի ավտոս թալդիրեն արա կեսպերան չի խաչի, բետանելու կեսպերան չի, ես ասկացա, որ շան կեսպերան հաչելուց, բնականա տերը մեծ ռակցիա գտա, մեծ, հա, տենց, և հանցագործությունը կանխեր։ Հիմա մեր օրերում լիաբերան են հաչում։ Դե, լիաբերան, ամեն դեպքում շանարարքն էլ արարք չի եղել, արձակ գտնվել է Բաքում և հանցագործներ իրենց սև գործը կատարելուց հետո հեռացել են շունը միջամտություն չցուցաբերել ոչ մի տեսակի։ Բնականաբար տիրոջ վրդովմունքը նույնպես հասկանում եմ, ես հիշում եմ, որ մի Արտաշատից մի կնոջ հարցնում եմ, ասում եմ, տիկին դուք մի խուլիգանություն էր կատարվել մի գյուղում, այդ կինը որպես վկա հրավիրվել էր ներքին գործերի բաժին, հարցնում ասում եմ տիկին դեպքի վայրում դուք եղել եք, դեպքի վայրում չեմ եղել, պետ ջան դեպքի վայրում ես չեմ եղել, բայց որ կռիվը ելավ ես դաղել եմ։ Մի դպրոցում, Արտաշատում, մի ճանաչված շատ աշկինգնող մի դպրոցում, բոլորը եկան, հիմա դասարանում նստած են թվով 15-20 անչափահասներ, ամեն մեկի կողքը մեկ հոգի մարդ ենք նստեցրել մարդիկ, որպեսզի ծանոթացնեն։ Ես հիմա ելույթ եմ ունենում, ասում եմ դժվար դաստիարակվող երեխաներ են, բայց ոչինչ հուսահատության տեղիք չի տալիս, մենք պետք է աշխատենք երեխաների հետ, դրա համար բոլորիդ հրավիրել ենք, բացատրում եմ ինչ իրենց անելիքները եւ բնականաբար երեխաներն էլ բացատրում եմ իրենց պարտականությունները, որ ձեզ կցվում են շեֆ դաստիարակներ, որոնք մեր շրջանում ճանաչված մարդիկ են, հեղինակություն են վայելում, հույսով եմ, որ դուք կընդօրինակեք այս մարդկանց եւ ձեզ ինքներդ կդրսևորեք լավով։ Այս ընթացքում բոլորը նստած են, ոնց որ տենց աշխուժություն առանձնահատուկ չկա, մի երեխա վերջին նստած, որի կողքին նստած է մեր մոտ մի հիմնարկի ղեկավար, հիմնարկ ձեռնարկության անունը չեմ ուզում նշեմ, հարմար չի երևի թե տարեց մարդ, հասակով բավականին հաղթանդամ, բարձրացակ եւ այդ երեխան ձեռք է բարձրացնում։ Ընկեր Սարգսյան, մի բան ասեմ, ես մտածեցի, երևի հարց ունի, այս խնդրի հետ կապված շեֆ դաստիարակ։ Ասի ասա, կանգնեց։ Անգեր Սարգսյան, ես իմ շեֆ դաստիարակին չեմ ուզելի։ Ասի ինչի մար, անես խոթխանես խեղտվամ։ Ինչ է, մի քիչ սև էր հումորը, բայց ամեն դեպքում դու իսկ պատմեցիր, որ օծանելիք է ունեցել ոչ հարմար։ Օծանելիք է ոչ հարմար, դե հիմնարկի ղեկավարները հաճախ ունենում են այդ օծանելիքից, օգտագործում են։ Արտաշատում մի անգամ ես ուրեմն ինչ-որ մի ուսումնարանում ելույթ էի ունենում, վերջում 2-3 պատանիներ չէին լսում, իր հետ խոսում էին, չէին լսում, ասում էի, որ Իսահակյանին անձամբ ճանաչել եմ, Դեմիրճյանին, Պարուսևակին, Շիրազին, նույնիսկ Բրեժնևին անձամբ հանդիպել եմ, ոչ մի ուշադրություն չդարձրին, ասի իմիջիայլոց ես Ծիպոր Ժորայի ընկերն եմ, իսկույն ծափահարեցին եւ ներքին գործերի նախարարության
կալանամարերի վարչության կենտրոնական հիվանդանոցի պետը երկար տարիներ մեզ բոլորի շատ հայտնի Մխիթար Մնացականյանն էր։ Մխիկը։ Դիսպեչերական խորհրդակցության ժամանակ բոլորս նստած էինք, Մխիկը ուշացավ։ Մի 2 րոպե ներս մտավ սիրուն արտաքինով բարձր, դռնից բարձր հասակով, ներողություն խնդրելով ներս մտավ, Թաթևոսյանը թե Մնացականյան ինչ ես ուշանում, չհասցրեց պատասխանելու Մնացականյանը, հոսպիտալի պետը, որը ծագումով շիրակցի է, ասաց Սուրեն Խաշիկովիչ Իշկյանը թող Մխիկն ուշանա էլի։ Ասաց ինչի, սա մենք էլ վախտին գանք Մխիկն էլ հələ նայեք, ու Մխիկին ամբողջ հասակով այսպես Ուրեմն Դեկալինի փողոցը ներ, ուրեմն մի բրգանոց Ռոբերտ ունեին, կտը միլիցիոներ էր գնում էր գալիս էր այդ փողոցով։ Տրելեբուսները ասենց ոսանքը խափանվել է, տրելեբուսները եկել են կանգնել են սա երկին գործերի բաժնի տես դիմաց, սա փագել են, դե Թորոսյանը չէր սիրում որ բաժնի դիմաց կանգնեն մեքենաներ բան։ Ինքն էլ սիրում էր գնալ գալել այդ փողոցով։ Անցած բրգանոցը Ռոբերտը գնում գալիս էր, որ ինչ աներ էլ, որ այդ տրելեբուսները հաներ։ Եկա կողքով անցա, ասենց ասեցի ու գնացի, ասի, ասես տրելեբուսների բենզինն էլ վերջացել է ու գնացի։ Մի 10-15 րոպե հետո Թորոսյանը եկավ, ասեց, այդ ինչ ա, խին ես տրելեբուսները կանգնած։ Ասեց, պարոն մայոր, բենզինա վերջացած, ասեց գլխի բենզինա վերջացած, բենզինա վերջացած։ Ուրեմն հայերին տիպիկ բաներ կա, չէ, ասենք շրջապատում նստում են, մեկը գնում է, մեկի հետևից խոսում են, չէ, ասում, ինչ լավ էր գնաց պրծանք բան։ Մի քանի օր առաջ ամսի 3-ին երևի մեր ընդհանուր ընկերներից մեկի ծնունդները, ասենց մի մեքենայով 4-5 հոգի գնում ենք, ճանապարհին խոսում ենք առօրյա կյանքից, ընկերներից, ով ոնց է, ինչ է, բամփասում են, վերջը ում անուն տվեցինք, մեր ընկերներից մեկը դրան վատաբանեց, սկսեց հայել տա, ում տվեցինք, հասանք մինչև Վարդենիս, ճանապարհին նենց վատ է ես զգում, ճիշտ ասած, ասի ցավը տանեմ, ռիսկ չեմ անում իշնեմ, ասի կարող եմ հետևից էլ այո ես, եթե իշնելու իրար հետ իշնենք։ Հանրապետության գահի պետը Մարգարյան Գառնիկներ շատ խստապահանջ մարդ, ամեն շաբաթ կիրակի ռեյդ էինք անում, խմած էինք բռնում, բան հիմի ես էլ դե այն ժամանակ պրոպագանդայի բաժանմունքի պետն էի, պարտադիր այդ ռեյդերը նկարում էինք, ցույց էինք տալիս, թե ով ա խմել, ինչքան ա խմել, ինչու ա խմել։ Հիմա եկել ենք Նիկողոսյան Վաչագան Միրանիչը այն ժամանակ էլի պետավտոտեսություն մեր աշխատում, հիմա որ ինֆորմացիոն կենտրոնի պետն է, որ այսօր պիտի ներկա լիներ, բայց վախեցալ չեկավ։ Ուրեմն խմածին բերել են, դե հարցնում ենք որտեղ ես աշխատում, բան, ասեց լուսավորության մինիստրությունում, Նիկողոսյան Վաչիկն ասեց, այ քու պատճառով է, որ խմում ես, մենք էլ լույս չունենք ստե, Ես մարդն ասում է, ես կապ չունեմ ես լույսի հետ, էսի ուրիշ լուսավորության մինիստրություն է, դու ասում ես Օսմանա, ես գիտեմ, ասում է, ձեր պատճառով է, սա լուսավորության մինիստրության պատճառով մենք սենց լույս չունենք, վերջը, գրեք, ակտը գրեք, հիմա սա կարծում է, թե տեղը չի բերում, որն է էլի, որ իմանար, այդ լույսի հետ կապ չունի, ակտը չեր գրի։ Ոչ հիմա ակտը գրեցին, դե մյուս օրն եկել է մեքենան տանի, դե մեքենաները պարտադիր որ խմած էր, վերցնում ենք, կալանում ենք։ Ինձ հանդիպեց, ասեց, բայց այդ մարդին հասկացնեք, որ ես կապ չունեմ այդ լույսի հետ։ Ասի իրան ես ֆրաստում, ինձ էլ ես խափում։ Գիտեմ, որ դու լույսի հետ կապ ունես, իմացավ, թե вообще ես միլիցեկ գեյս բան։ Ուրեմն էլի տենց ռեյդ ենք անում, վերակարգ ենք անցկացնում, վերակարգն էլ ռազվոդն է, էլի։ Ուրեմն Աբովյանի պոստում, ստացիոնար պահակետում, ամեն ինչ ես ասում եմ մյուս լեզվով։ Վերակարգի են կանգնած, մեկ էլ Վլադիմիր Հասանխանի Ճոհանյան ունեինք, երկարատև աշխատանք մեծ լումա ներդրած պետավտոտեսության։ Եկավ, էս ինչ եք ստեղ կանգնել, ռեյ բան վերակարգ եք անում, շուտ արեք հասեք Դիլիջանի պավարոտները սա մառախուղ ասում է, գնացեք ցրեք ասում է, 5 րոպե հետո գամ տենամ մի հատ մառախուղ չկա։ Մառախուղը ո՞ց ցրենք։ Բայց գնացինք բախներս բերեց, մառախուղը արդեն անցավ, լավ պրծանք։ Աստված ձեր կողմից է։ Հա, այդ ձեռնաշղթաների մասին ես պիտի ասեմ։ Ինչու ես հիշեցնում այդ հազիվ մոռացելի։ Հա, որտեվ բուն իմաստը չկորի։ Հենց որ ինձ ձերբակալում էիք, ասի ձեռնաշղթա ունեք, դու ասիր, քեզ համար ունենք։
Հա, դե յուրաքանչյուր գլխավոր խմբագրի համար էլ միշտ կա ձեռնաշղթ, հա։ Մի 15 տարի առաջվա բան, հա։ Էլի Աբովյանի պահակետում, դե Աբովյանը այդ ժամանակ ճանապարհը շատ էր ինտենսիվ էր, այնտեղ էինք միշտ անում։ Ուրեմն գովա գործից կանեն։ Հա, մի հատ ավտո կանգնեցրեց, այս բանն էինք դասակի հրամանատարին ասում էին տրասի պետ էլի։ Այդ Սողոմոնյան Արամ ունենք, հիմա էլ ունենք։ Բեղավոր։ Հա, Բեղավոր, հա։ Ուրեմն եկավ թե ասում Հայկ, արի ասում մեկը կա պրավեն չի տալիս։ Գնացի մոտիկացանք, տեսանք պրավեն ձեռնա, ասում այս պրավեն կարակ ձեռիցս վերցրեք, լուրջ էլ ասում է։ Ուրեմն այս տղեն, ջահել տղա է, հիմա կասեմ ով է։ Բոլորդ քաշ ճանաչում եք, պրավեն պահելա ձեռ, ասում է կարակ վերցրեք, ասում մեկ էլ որ չտեսնեմ, ուրեմն շրա մկանները մեջքը նույն հաստության, մի հատ ատլետիկ տղամարդ, ջահել տղա, մեր Ծառուկյան Գագունը, ասում է թե կարակ վերցրեք ձեռիցս, ասին կամարդ, մի դասակ գա, չի կարակ ու ձեռը ծալի, մենք ոնց ենք վեկալում։ Ինքն էլ է նախկին միլիցիայի աշխատող։ Ինքն էլ է նախկին աշխատողել է, ու դրանց հետո ընկերացանք, իհարկե կոտայքը չեմ ռեկլամում, ես։ Եկեղեցի է սարքում։ Հա, գիտեմ, իհարկե։ Հա, մի հատ էլ պատմեմ, էլ չեմ պատմի։ Չէ, ես խնդրում եմ շատ պատմեք, աշխուժ։ Սա իհարկե երևի մեջը զավեշ չկա, բայց հետարքիր։ Գուցե վերջին անգամ եմ ծիծաղում, ով գիտի։ Ուրեմն Հրազդանի պոստում ենք ռեյդանում, խմացի ռեյդ ենք անում էլի։ Մեկին բերեցին տեսուչները, էլի մենք նկարահանում ենք, բոյով, ճանով տղա, ասում է, դե բժիշկ կա հետներես, ինչպես միշտ, սրվակը տվեց, ինդիկատորը, տեսնի, հարբածության աստիճանն է որոշում, սրվակը տվեց, տղա ջան, փչի, որ կապտեց, ուրեմն խմացեց, ոչ եմ էդ ձևը, չեմ փչի։ Ասես կարգն է այսպես էլի, փչի, որ տեսնենք, որտեղ արձանագրում ենք, իմանանք, դու խմացես, թե խմած չես։ Հիմա այնքան է խմած, շիլան չի ջգում, սենց անում թևերով, բաներով, իս տեսուչները սենց բանան, ասին փչի։ Ասեց ինձ ինչի տեղեք դերը փչող եմ ես։ Ազգային ժողովի պատգամավոր եմ, ինչի։ Վերջը շատ ասենք, նա ասեց, շատ ասեցինք, նա ասեց, հա, դե տվեք փչեմ։ Այս սրվակը վեկալավ, դեր ես բերան ու ծամելով կերավ։ Ճամը գժվել ենք, անում, դες ինչ մարդը կմեռը մի բան կլինի։ Մարդկանց ամենից ստիպում եք։ Մեկ էլ հասնում եք։ Մեկ էլ թե գոռում ենք ջուր գնացին, հասան են մյուս սենյակ ջուրը, բերեցին այս ջուրը վեկալավ, հա, ես փչող եմ ու այս բաժակն էլ հետը կերավ, վայմեցին, որ բաժակն էլ ապակուց։ Վերջը հաջորդ օրը դե կինը բանը, կինն էլ գործկոմ էր աշխատում, կարծեմ եկավ ասում սաղ գիշեր այն որ տնօրինաբերությունից հետո ինչ են ուտում։ Ես չեմ ծնում սաղ գիշեր ասում ամուսինս խավի ճակիրել։ Ցավոտ Ուղղակի դա չկրկնվող դեպքեր էր, էլի դրա համար պատմում։ Մոսկվայից մի ժամանակ գալիս էին ստուգման, չէ՞, ՆՎԴ-ն, գային բան։ Հիմա եկել են մեր շատ պաշտոնավոր անձանցից մեկը գայի։ Քաղաքին է ծանոթացնում, տանում է, ուրեմն շրջում են մեքենայով, հասնում են Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, ասում է, այս ռուսն ասում է, кто это, чей памятник, Кому памятник։ Հա, ասում է, это наш великий писатель, ասում է, բա, ինչի՞ է ձիու վրա էլի, ասում է, բանակի մասին է գրել սա, Վարդան Մամիկոնյանի մասին ասում։ Մի վարորդ իր տաբատը, այսքան շալվարը, տանում է քիմիական մաքրման, ես քիմիական մաքրման այդ սիրունատես աշխատակցուհին ասում է, մարդ, սա յուղի կեղտի մեջ կորացած գրպանների մասը մաքուր է։ Ասում է, դե գրպանները սորու մեջ ավտոտեսուչները մաքրում են, դրամ են մաքուր է մնում։ Դեն փտած ժամանակների մասին ասել եմ։ Հա։ Ուրեմն Չէ, հիմա տենց բան չկա, հիմա տենց 15 տարվա բան են պատում, հիմա տենց բան չկա։ Չէ, հիմա Զվարթնոց օդանավակայանում էի աշխատում 91, 92, 93 թվականին, այն ժամանակ որ հաճախ էին միլպետերին փոխում բան, կարելի էր մի օրում էլ էին փոխում, հնարավոր է մի շաբաթում, հետո 6 ամիս։ Այո, Վանոյի ժամանակ ամեն րոպե փոխում են։
փոխում են, ուրեմն ինֆորմացիայի կարգով միլպետ չունեինք, ինֆորմացիայի կարգով իմացանք, որ դրսից ոչ համակարգից միլպետ են բերում։ Թամրազան Հովիկ ունեինք, մեր շատ հարգարժան Թամրազան Վալոդի տղան, Վոլնի Վալոդի տղան։ Վոլնի Վալոդը։ Դե իրար հետ էինք աշխատում։ Ասեց Հովիկ, էլի դրսից են բերում վիճակներս ոնց անելու, ասեց ոչ ես ցավը տանեմ։ Միջև անի ջոգի թե 60 տոնան ոնց է գետնից կտրվում, քանեն գործից։ Ինքնաթիռ է։ Նկատուներ ինքնաթիռ է։ Ուրեմն Մարտունիում էի աշխատում, հնդեի բաժնի պետնեի հերթով նոր են նշանակվել, ուրեմն հերթով ծանոթանում էի անձնակազմի հետ, հետո տեղակալների բաների անձնակազմի գծով տեղակալ ունեինք Ղազազյան Լևոն, Քյավառցու Կազու Վանիկի տղան է ասենց ասած։ Անձնակազմի գծով տեղակալներ, ասեցի Լևոն ո՞նց ես գնում գալիս Քյավառ ամեն օր դժվարությունների հետ կապված հնարավորություն։ Ասա պետ ջան, քո ցավը տանեմ, այդ խնդրանք ունեմ։ Առաջվա պետի օրին ինձ չկցես, ասինչ։ Ասում եմ նախքին պետն էլ կանչած թե լսել եմ ուտում խմում ես։ Ես էլ վերցրի ոչ տարա ոչ պիտի ասից հավա տոնեմ պետ ջան խմելը չէ բայց լավ ուտում եմ ասել։ Իհարկե գայի աշխատողը պիտի ուտի։ Պետավտոտեսուչներից մի հետաքրքիր դեպք էլ ես հիշեցի, վերջերս էր երևի։ Մի քաղաքացու վիրավորել է պետավտոտեսուչը։ Ասեմ որ վիրավորանքը իգուց չարժ էր բնական է վիրավորել, բայց քաղաքացին մի կոպիտ խախտում էր արել մեքենայով, վթարային իրավիճակ էր ստեղծել։ Կոպիտ վիրավորել էր։ Հա, եւ զուտ պատահականությունից, որ վրայր չէր եղել, հնարավոր է մահով ավարտվեր այդ արագություն։ Ավտոտեսուչը վիրավորել էր քաղաքացուն, ասել էր հիմար։ Կանգնելուց հետո, կանգնեցնելուց հետո նորից իրեն լավ չէր πάει։ Մի քիչ ասել էր, «Խո դու հիմար չես։ Քո պահելաձևը, քո տարիքը մի հատ նայ, սա վիրավորված է, եկել էր ներքին գործերի վարչություն»։ Ես այդ օրը վարչությունում էի, այդ պահին իմ մոտ էր մտել եւ բողոքում էր, որ տեսուչի ինձ հիմար է անվանել, իմ սպիտակ մազերին նայեք, իմ տեսքին նայեք, իմ զբաղեցրած դիրքին եւ հիմար անվանումը ինձ համար խիստ վիրավորական է, որը ես չեմ ների։ Եթե դուք միջոցներ ձեռք չառնեք, ես կդիմեմ ավելի բարձր։ Մի խոսքով, գտա ավտոտեսուչին հրավիրեցինք, եկավ վարչություն, իմ աշխատասենյակում այս քաղաքացին նստած, տեսուչը մոտեցավ, ներկայացավ, պատվի առավ։ Հարցնում ասում եմ Անկեր, դուք այս մարդու տարիքը տեսնելով, այս հարգարժան մարդուն հիմար եք անվանել փողոցում, մասսայական։ Այս տեսուչը սենց նայեց, զարմացած։ Շեֆ ջան, դա իմ անձնական կարծիքն է, կարող է ինքը կլաուզնիկ շանտղը էս ինչ հիմար։ Դա իմ անձնական կարծիքն է։ Հիմար է, կարող է կլաուզնիկ շանտղը։ Մի անգամ մի հատ տեսուչ ներողություն մի հատ չէ, տեսուչները հոգի հատով չի կարելի։ Մի տեսուչ։ Եկավ թե էլի միջոցառում ենք անում, այն ժամանակ կար, որ տեղում տուգանում էին տեսուչները, կտրոնը տալիս էին, այդպիսի մի պահ եղա, որ կարելի էր տեսուչին իրավունք էր վերապահվում, դրամը վերցնում էր, կտրոնը տալիս էր։ Եկավ ասում խախտում արել, փող չունի, ինքն էլ ատամնաբուժ է։ Հենրիկ Հայկազի Արաքելյան ունենք, այս ճանճը ինչ գործ ունի Ստուրջայում։ Բանը երևի ուզում եմ միջնորդի։ Արաքելյան Հենրիկ ունենք, վարչության պետի տեղականներ, ասեց տեսուչին գնա ասա, մի 3 հատ ատամ քո ատամներից թո ձրի հանի, համ տեղը դուրս կգա, համ էլ կիմանաս ինքը ճիշտ ասում, ատամնաբուժ է թե չէ։ Որ բժիշկներից ասացիք, կեցել մի բան հիշեցի։ Գյումրիում էի աշխատում, ինստիտուտը ավարտելուց հետո 80 թիվներ երևի։ Տեղ դադաբժշկական փորձագետները մի հերձող ունեն, Օբեն, բավականին հումորով լավ մարդ էր։ Եվ դրա հերձման դրան ժամանակ դերձումից առաջ ասում էր հարազատներին մի 6 հատ տարախ կբերեք։ Մի 20 Դիա հերցվողներ ասում։ Խնդրում եմ, որ դիա կպտի մշակի 6 հատ տարախ կբերեք։ 20 մետր մարլակ կբերեք, 30 հատ բինտ, մի 5 կիլո էլ բամբակ։ Կողքից Էդիկը Մարկոսյան ասում է, «Բե բամբակ ինչ ես անում»։ Արաքսին է ուզե, կնիկա։ Ընդամենը երեկվա դեպք եմ պատմում, գնացել ենք մի դեպքի վայր, մեկի եղբոր վրա կրակել են, հրազենային վնասվածքով, տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտաբար մահով չավարտվեց, բժիշկները փրկեցին, վնասվածքը այդքան խորը չէր, մաշկի տակ էր գնդակը գտնվում։
Ինչևէ, հարազատը եղբայրը չգիտի եղբոր վիճակը, շատ հնարավոր է, որ եղբայրը կյանքից հեռանա, բայց ինքը տենց մի քիչ էլ ալկոհոլի ազդեցության տակ բախբեր ռեսի շուխուրա մլիցեքով բանով վրա չես կարում մի բանանես հավքվում են գլխի վախ փորձում ենք հանգստացի այդ տղա բան Արա ցավը տանեմ մեր դարդով թողեք տապակվենք էլի մարա կանգաս խփի հավքիկ տարակ հորս խփի հավքիկ տարակ աղբորս խփին էլի եկակ հավքեք սա մի խոսքով հիմա հարցնում ասում ենք ով է խփե գոնե տեղյակ ես եղբորդ վրա ով է կրակել ավերս պրոբլեմ չունեմ բայց տեղյակ ես ով է կրակել եղբորը պրոբլեմ չունեմ էլի հա չէ պրոբլեմ չկա հա պրոբլեմ չունես բայց եղբորդ ով կրակես կողքն ես եղել չէ հա պրոբլեմ չկա մի հատ բան կարամ ասա հարբար էլ չի ասել բայց մասայի ներկայության բոլորի բեշնի ապա կարան բժշկետ խոսանք ես համբալը չսատկի կոշկեն վրես այդ համտուն այդ խոսքը համբալ խոսքը եղբորն էր վերաբերում որը մահամերձ հա Շատ լավ կերպար է հետաքրքիր։ Ինչևէ, տենց առիթ ունենում ենք։ Գորգները գորշ արիքսեգի։ Որոններ Այո, խնդրեմ։ մի քիասի մարդ ալնում, չունե որ, ասում է ոնց անեմ, այդ ասու հետ կապտամ, ասում է կապնում եմ ասու հետ մի $100 ղրկի կա, այս երեխեքին պահեմ էլ տեսնեմ ինչ անեմ։ Այս մատ նամակ ա գրում ասում, ու լուսամուտից ասեն շփրտում ա նամակը, տեղամասային տեսուչը անցնելուց բռնում ա օդի մեջ։ Անում կարդում ա, տենում ա որ ասուն ա, դիմե $100 ա ուզե Ասում եմ այդ քյասի մարդը տանում $50 տամ յոլա իթան մինչև տեսնենք ինչ ալեմ տանում $50 տալիս է այս կինել շնորհակալություն է հայտնում մի ժամանակ ասում է երևի ասու աչքը վրներիցս անպակաս էլի կարի գրեմ մի $100 էլ ղրկի էլի տեսնենք ինչ է գրում Աստված ջան շատ շնորհակալ ենք որ չմերժեցիք ղրկեցիք բայց խնդրում եմ տեղամասային տեսուչի հետ չխոհարկեք էլի ճամփին կես անում գիտի $100 տվի 50 Որն որ անեկդոտ պատմեց, ես էլ հիշեցի, որ միլիցիայի հետ է կապված։ Հանցը ծառայությունը հիմա վերացված է, ՕԲԽ-ս ծառայության հետ ԲԽՍ-ս, ասում է հորոն մամը լենականում են կարակի տալոնների ժամանակն է, տարակը չեկով են տալոնով են տալիս։ Ուզում է կարակ առնի, վաճառողը 100 գրամ խապում է։ Սա թե հերիկ չան, բալա ջան, ամոթ չես էլ է, թոշագարու կնիգեմ։ Եղազնին չոդորում է չնցի 100 գրամ խապ ես կա։ Հենիկ դեք հորոմամ քելեք գործիտ քեզ ինչ է ՕԲԽ-ը բռնեցի մերես պետք է անեցի Քեզ ինչ կակսե ՕԲԽ-ին հին բաները ասեմ ԲԽՍ աշխատողները միշտ քրականի հետ ասենք այդքան օպերների հետ այդքան չէին շփվում ուրեմն մեկը գալիս է ռեստորանում ուտում խմում հա ասենց նու սաղ ճանաչում են ասում են այն այս մարդը Ճոր կշերքով մարդիկ ա կշռում էլի փողոցներում սա առած է 5 կոպեկ էս ոնց է ռեստորանում քեֆանում սեղան քցում մեկ էլ ասում է նորից հավաքում մեկ էլ բան հարցում են ասում է գիտես ինչ կա իմ օգուտն էլ էս է որ ասենք մի հատ գեր տղամարդ է գալիս կամ կին կշռվում է ասենք մի 10 կիլո պակասեցնում եմ գերին ասում եմ 10 կիլո բան էս է նիհարել ես ասենք մի հատ էլ նիհար է գալիս մի 10 կիլո ավելացնում եմ անում են չեն մերժում մի 25 30 մանետ ավել տալիս ու գնում են Ասնում է ագնի ժամանակ այս մարդը ռեստորանում մենակ գինի է խմում ասում է մեկ այդ նույն ընկերը մոտենում ասում է ցավատանում այդ ինչ եղավ այդ ճոխ կյանքը բան այդ ոնց եղավ բան մենակ գինի ես խմում ասում է եկան բռնին ասում է ով ասում է ԲԽՍ ասում է ոնց ասում է կշռած մարդ են ղրկե Ընդհանրապես վերջերս մի դեպք էլ եղավ էլի նորից ծիծաղաշարժ մի դեպքի վայր է եղել բնակարան են մտել, որը զուգորդվել է ավազակային հարձակմամբ, մի խոսքով հրավիրել են կինոլոգ, որը Շան հետ միասին դեպքի վայրում աշխատեց, հետո շունը հետքը վերցրեց, շատ հստակ աշխատում էր շունը, դա զգացվում էր միանգամից, հետքը վերցրեց, շարժվեց, իջավ ներքև, այդ մուտքից ներքև, բակով գնաց մինչև մյուս մուտք, 3 մուտք բաց թողեց, անցավ, բոլորս էլ միասին քննիչներ, օպերատիվ խումբներ, բոլորս միասին այդ Շան հետևից գնում ենք, դե կինոլոգ գնում է, մենք էլ Տեսնենք ուր կտանի, որտեվ շատ հստակ էր այդ պահը, զգացվում էր։ Ձեր առաջնորդը շունն էր։ Շունը տանում էր, առաջնորդում էր, դե մենք պիտի ամեն դեպքում process-ն այդպեսին է, որ պետք է ամեն դեպքում հետևենք դրան, շունը ուր կտանի։ Հաճախ ունեցել ենք դեպքեր, ճիշտ հետ վերցրել է շունը։ Այդ օրը նույնպես առաջացավ մյուս պայծես, մյուս մուտք ներս մտավ, բարձրացավ երրորդ հարկ ու մի դռան դեմ առած հաչում է շունը, ճանգրոտում է դուռը ու չէ, ուզում ենք համոզվենք դա
ստացվեց պատահական, թե շունը ինչ-որ բան, ասենք, զգաց հոտառությամբ։ Եվ շունը որոշում էր կայացրել կտրուկ, որ հետ չի գալու, որտեվ ենթադրեցին, որ առնվազն հանցագործը այդտեղ պետք է լինի, որտեվ շունը շատ արդեն տրամադրված հաչում էր ու փորձում էր դուրը։ Մենք դուրը ծեծեցինք, բացեց տանտերը, մի համեստ թոշակառու խելացի կին, զարմացած նայեց այս շանը, նայեց այս 20-30 հոգուն, սենց սպասումներով ինչ-որ կատարած աշկերով, նայեց այդ շանը և մյուսներին։ Նայեց, մնացած այդ շան հետ կապ չունեի, պարասակ։ Մի խոսքով հարցրեց, ինչ ա պատահել, տղեկ ջան, այդ շանը մի կողմ քաշեցինք, բայց սպասում ա շունը, որ թողենք շարունակի, ասեց ինչ ա պատահել, դասենք, մայրիկ, գիտեք ինչ, կողքը հանցագործություն ա կատարվել կողքի մուտքում, ենթադրում ենք, որ հանցագործը ձեր տանն է, պետք է բնակարանը ստուգենք, ասեց իմ տանը հանցագործը ինչ գործ ունի, ես նման եմ տենց կնոջ, ասենք չէ նման չեք, բայց ձեր տանն է, պետք է ստուգենք, ասեց, բայց ինչից վերցեցիք, որ իմ տանն է, ասենք, որտև շունն է ցույց տվել, բերել է ձեր տուն, ասեց դե թե այդքանը տնկել եք այդ շանխելքին, ես պրոբլեմ չունեմ, ստուգեք։ Ճիշտ է ասել, այդքան ենք շուների հետևից գնացել ես օրինակ, բայց հավատացել։ Չէ, այդտեղ չէ։ Ազարգյան, Եղվարդում էի աշխատում, դե եզդիների համակ կան, եզդիներ, ու շատ ընկերներ ունեմ իրար հետ սովորել ենք բան։ Զովունի գյուղում։ Զովունիում աղին կան, ուրեմն եզդիները գայ աշխատողին հետ վիճել էին, քաշք շուկել առաջացե բան, մի խումբ եզդիներ հավաքվել են, թե գնում ենք ձեր պետի մոտ։ Եկել հերթապան ասեց, թե պարոն Ստեփան եզդիներն են եկել, ինչ-որ բողոք ունեն, բան ունեն, ասի դու բարձրան եկան, մեկը մեղավոր եկավ առաջ մտա, մի 10 հոգի էլ հետը, մեր գայ աշխատողներն էլ իրանց հետ մտամ կաբինետ, ու որով ձեզ 1000 անգամ կանել են, իրանց լեզվով եմ ուզում խոսեմ, հայերեն որ թարգման, որով ձեզ պարոն Ստեփանյան, ասի բարև ձեզ, ես ասեց հազար անգամ իրողություն եմ խնդրում, որ իմ այսինչ օրորքներ են կոտորել, մենք համարյա մի ազգ ենք, ու էլ ասեց, ես այսօր բերել եմ սրանց, որ դաստիրակ եմ, ցավը տանեմ, ասեց, մի ժամանակ էլ ասեմ, որ ես սրանց շեխն եմ, ասի, ես սրանց շեխն եմ, այ ցավը տանեմ։ Ոստիկանների։ Ոչ խարչ խոստով։ Մնացականյանի հետ, երբ որ ես կենտրոնական հիվանդանոցի պետն էր, ես էլ ընդեղ էի աշխատում, բժիշկ էի, ուրեմն երկու հերթափոխի պետեր կային։ Ռուսերեն կոչվում է դեժուրնի պոմոշնիկ начальника колонии, ԴՊՆԿ։ Մեկը խեղճոտ, թոշակի գնալու ժամանակներ, այն մյուսն ակտիվ տղա էր, մի քիչ այն ժողովուրդը կասի կտող խմող, այսպես ակտիվ շրջապատով ընկերներով, եւ մի օր այս խելոքի հերթապահության ժամանակ կալանավորներից մեկը, հիվանդներից մեկը ուզեցել է ինքնասպանություն կատարի, կախ իրեն։ Վերջի ինֆորմացիա ստացել, գնացել փրկել է, չի թողել էլի, որ կախի դատապարտյալը։ Հիմա առավոտ Մկրտարի Էդուարդովիչի դիսպեչերականի ժամանակ ասում ապրես։ Ուշադրես, քնում են բոլորը, որ դու քնած լինես մարդը կախելու էր, կրակի մեջ են ընկնելու, այդ ջահել մարդը մեռներ, ապրես։ Այս նրանց ասա, մյուս հերթափոխին, որ իմանան, ոնց արեցի, որ այդ մարդը իրեն չկախեց։ Մկրտարի Էդուարդովիչին գիտեք, չէ, պաթետիկ տոնով, լավ ձայնով, տեմբրը բարձր, սա էլ թե հա, քավառցեր։ Անջա Մնացականյան, այո, լավ էլա, փրկվա։ Տեսակած, տես այդ անտերը կախվում, ասի, բալա ջան, ոտ էդ պաչեմ, իչի ներքև, ես անտերը անտիրական մարդ եմ, ընձի տեր չկա, կտանանք պրնեն, էկուցեն մեկ էլի հերթն անու տալես է, էնի տերով, տիրական, ընդը փող ունի, տեր ունի, ընդը վատ խտրեն պախվա, որ գնացեց, այս անորմալ Ուրեմ Սպանդայանում քրեականում օպերայի մի բան ենք, գողցող էինք բռնել, ասենց, բազմաթիվ գողություններ էր կատարել, սանը ջան Ժակո կար։ Գողցողն էլ լի դեր ասածը բարոն։ Կամաց Ժակո կար, շուրջ մի 30-40 գողություններ էր արել, մի գիշերը բերում, ասենք, ցերեկը քնցնում ենք, գիշերը հանում ենք, ման ենք տալիս, որտեղ է գողությունը արել, վերջը, ուրեմն ես էլ եմ հոգնել, արդեն կաբինետում հոգնել, ասենց քնում եմ, բայց թվում եմ Ժակոն չփախնի, ասեց ցավը տանեմ դու լավ տղա ես։ Քո մոտից չեմ փախնի, տար քրեականի պետի մոտ սաղ կյանքս գրել է, դրա մոտից փախնի, որ դրան պատժեն։ Ու գիշեր էլանք միտեղ են գնացել, ասում եմ օրինակ Ժակո, ես շենքից ոնց ես հիշում էլ այս շենքում ինչ է, ասեց ամենավատ բանը տեղ է, ասում եմ ինչ է, 9-րդ հարկից էր մտնում բան, ասում եմ մի հատ շուն ուներ, վրա տվեց, ձեռս էլ կծել է։ Վերջը գնացինք, Թողերքը մնացին մեքենայի մեջ, ես բարձրացա այդ հարկը, ասեց զինվորական պետք է լինի, բարձրացա, դուրը զանգը տվեցի, դուրը բացի, իրականում համազգեստը կախված էր,
բաներ ներսից մտանք, զբարով ձեզ ինչ ժամանակ ձեր բնակարանում գողություն կատարվել է, ասեց հաց հավատանեմ։ Ասի մենք սպոնդարանի բաժնից ենք եկել են գողին բռնել են, խնդրում եմ ասեք։ Ասեց դա ջանդամ ասեց։ Մտնելուց խփել էր շանս աչքին, շանս աչքով շարեք էր ասում։ Սոշան պատմությունները մեծ տեղ գրավեցին։ Մարկոսյան Էդիկը ծանոթացել եմ, չէ՞ ես։ Այո, լավ տղա է։ Պարոն Սահակյան, Մարկոսյան Էդիկը հիմա նորից մեր համակարգում է աշխատում, բաժնի պետ է։ Դատական բժիշկ էր աշխատում, փորձագետ էր Ախորյանում։ Հիմա մի մարդ եկավ, անունը չեմ տալիս, բժիշկ էր, իբր կիսատ, չավարտած, բոլորը գիտեն Լեննականը, որ այս մարդը փողեր վերցնող չտվող այն ժամանակ դա արտարոց բան էր, այսօր սովորական ենք, չի նայ ոչինչ, ինչ է, մեկ մի 10,000 դոլար գցեցին էլի հիմա։ Ուրեմն այս մարդը գալիս էր 10 կեժամենդո կբերեմ։ Մոտիկներով ոնց թե 10 ռուբլի։ Մի օր եկավ Մարգոսյան, քելե հեգա տեղ առնի փողոց պակսավ, հերես լավ չի։ Կարնաս ինձ 5 մետ փարատաս։ Կեժամից կբերեմ։ Էցիկը հանեց մի հատ 25-անոց այն ժամանակ, ասեց վերցրու, բայց մի ժամից կբերես։ Եթե մի ժամից չբերես, երեսս չգացել։ Հասկաց արտո, թիլիզեցիա։ Հա, այդոչան, տեյա, մի ժամից կբերեմ։ Յան ասեմ, Էցիկ, այն ժամանակ գցել բառա չգիտենք, խափեց, չի բերելու, դու չգիտես որ սա չի բերելու։ Դու գիտամ դու 25 մանաթ 20-ից պրծար կյանքում երեսս չգա դու։ Էլի միջոցառում էր։ Տեսուչն եկա մոտեցավ ասում, Գերսարքսյան, այն վաղտ ընկեր էր էլի, պարոն չէր։ Հոգևորական, եկեղեցական է ասում ղեկին։ Երկու ատել հոսիրուն աղջիկ չկա մեջ է ասում, պրավա չտալի։ Արի ասում քեզ բան կան էլի կլեսի։ Մոտեցա տենամ երկու հատ երկու աղջիկ են կարճ շորով, հակած են, շեկ մազերով։ Դրանք տարբեր չեք։ Հանից եկած բան է։ Ասում եմ ինչի չեք վարորդական վկայականը տալիս, բա ես հոգևոր ոչ ինչ տեղի հիմա շատ մեծ պաշտոնյա չեմ ուզում ասեմ։ Ասում ես իմ հավատացյալների հետ մեկնում եմ, այս տեսուչին խանգարում է, չի թողում։ Ասի ձեր հավատացյալներն են, հա երևի։ Ասից այո իմ հավատացյալներն են։ Տկլոր հավատացյալներ։ Ասի բա որ այս հավատացյալներն են։ Սենց լավ շորեն հակե։ Մի օր էլ անհավատների հետ արել, նրանք վաբշե շոր չեն հագնի։ Որ ասաց տեր հորից պարոն Սարգսյանը հիշեցի մի վարորդ ունի, ժամանակ BBK-ի պետն էի, Գագիկը մենք մի դպրոցում էինք սովորել, շատ համով կոլորիտով տղա էր, երբեմն լուրջ դեմքով հումորներ էր սարքում, ու մի օր երեկոյան ինձ տուն ա տանում։ Ուր ժամ է, ժամը 11-ն է, մեր տունը Ավանում է, ուրեմն հասնում եմ Ավանի ու Նորքի զանգված, մասիվ տանող Խաչմերուկը։ Մի 30 մետր ներքև ասում Գագո տար մասիվ գործ ունել։ Տանեմ ախպեր։ Երկու վայրկյանից փոշմանեմ, լավ Գագո հոգնած եմ, վաղ գտանես տար Ավան, տանեմ։ Լավ Գագ տար մասիվ գործ ունեմ։ Գագուն հասրա Խաչմերուկ չգիտի աճ կնա թե ձախ։ Մեկ էլ շուր եկավ ասեց, այ ախպեր դու այն տերտերի պատմություն արել եմ գլխին, ասի ինչ Գագո, բասմա 30-ական 37 թվերն ասում այն տերտերների բռնում են տանում բերում են Ռայկոմի քարտուղարը շաշկոմի առաջի քարտուղարը տերտերին տեր հայրը կանչել էր Ռայկոմ սա վախեցած վազում Ռայկոմ ինչ կա դրան վրա մեկը ներողություն Հայկ ջան ձերը բռնում տեր հայր կարքիդ մեռեմ հենց ինձ մի խրատու տեր հայր ինչ ա պատել կինս լավ չի շատ բարոյալքված է շատ վատ կին ունեմ ինչ անեմ ասում թող օրհնյալ կնոջը դու շտաբում ով վախեցած գնա այ տեր հայր մի րոպե ոնց թողնեմ 4 երեխա ունեմ օրհնյալ պահի կնոջը այ տեր հայր շատ անբարոյական ա ոնց պահեմ այ օրհնյալ ասում հիմի կամ իմ փեշը թող կամ կնգատ մի Գագոն ասում կամ մասիվ գնա կամ Ավան այս մարդը կանգնել է Խաչմերուկի մեջ Այսպես շարքով սախսի ենք Սահակյան, Սարգսյան, Ստեփանյան, Սարգսյան, հալադեր հայրանում դելասը Սերգեյիչ Սերգեյիչի կապակցությամբ, հա։ Ուրեմն ծանոթացել եմ վերջերս մի ընկերոջ հետ, էլի շատ հումորի զգացումով, նորմալ կարգին անձնավորություն է, իմիջիայլոց արվեստի բնագավառի աշխատող։ Առիթ ունեցանք սեղանի շուրջ մի քիչ ժամանակ անցկացնելու, մի քիչ ոգելից խմիչ օգտագործեցինք։ Տենց եկանում։ Ամենասկզբից որ ծանոթացանք, հարցեց ծանոթացներողություն ձեր անունը ինչպես կլինի, ասի Ալիկ Բալիկ ամոթը հայրանով ասեմ։ Դա ասի Ալիկ Սերգեյիչ։ Կարելի ասեմ Ալեքսանդր Սերգեյիչ, որն ենց ավելի Դա ասես Ալեքսանդր չեմ, բայց եթե որոշել ես Ալեքսանդր ասես, ասա, ոչ չեմ վիրավորվում։ Մի 15 րոպե դիմում էր ինձ Ալեքսանդր Սերգեյիչով։ Մի քիչ տրամադրությունը բարձրացավ, մի քիչ խմեց, ասեց դա Ալիկ Սերգեյիչ բան։ Մի քիչ էլ խմեց, Ալիկն էլ հանեց Սերգեյիչ։ Մի քիչ էլ ավելացրեց Սերգեյիչի փողեց Սերգեյիչ ջան, Սերգեյիչ ջան, ցավը տանեմ, մի հատ էս մոմենտով բան։
Երբ որ մի քիչ էլ ավելացրեց, ուղղակի ինձ Սերգեյ ջան, Ալեքսանդր Սերգեյիչից դառա մի անգամից Սերգեյ ու պրծա։ Ձերտով է տապտերն անցավ։ Եթե ես հայրանվան հետ կապված, ուրեմն միտեղ նստած ենք, հաց ենք ուտում, այս կողքի սեղանը, այդ մի 20 տարվա բան եմ ասում, հիմա չի կարելի տենց հասարակական վայրերում ասել։ Հանդեղ արդեն սկսել է, քեֆները լավացել է, բա մեկն ասում է, հեսա գեղամիջին կասեմ, հեսա գեղամիջին կասեմ, սպասի հեսա գեղամիջին կասեմ, արդեն կռիվ են սկսում, ես էլ ասում, դե դուրսումներս են կարել, տեսել են բան, ես գիտեմ, իմ հետ է, հորս անունը Գեղամ է։ Ինձ էլ մեկ Գեղամիջ են ասում, հետո սրանք վերկացան արդեն ընդ կռվին, ասին դե սպասի հասնենք գեղի մեջ, նոր կտենա, դու մի ասա, ուզում ասի գյուղի մեջ հասնենք, նոր կասեմ, Գեղամիջին քեզ կասեմ, էլի։ Իդեպ ես մի գերոջ հետ գնացել էի, որ ազնագիր ստանե, հիմա այդ ազնագիր տողին ասում է, $10 տամ, ինչ կլինի ազգանունս փոխեք, ասես $10 որ տաս, հայրանուն տել կփոխենք։ Երևանու բաժնում աշխատած այդ տարիների ընթացքում այդ բաժնի պետն եմ եղել, ունեի մի բաժանմունքի պետ Խաչիկ անունով, որը ամուսնացած չէր ու սիրահարված էր մի դերասանուհու։ Խաչիկը մի ամիս նախապատրաստվում էր, որ ընկերուհի ուներ Նարինե անունով, որ Նարինեի պրեմիերան է շուտով, ես պյան պայման մասնակցեմ, ինձ էլ էր հրավիրում պետ ջան միասին պիտի գնանք, մի խոսքով։ Այդ ամուսնացան։ Դրամատիկական թատրոնում Նարինեի փորձն է, այդ դերասանուհու առաջի փորձն է։ Ինքն էլ պատրաստվեց, բնական է, քաղցրավենիք, շամպայն եւ այլ ամեն ինչ տարավ, տեղավորեց ամեն ինչ եւ եկավ հրավիրեց, ասեց ինձ հարմար չի, խնդրում եմ դու գնա, եթե ստացվի գամ, չէ, ուրեմն հաջողություն։ Կարմիր փողկապով, Ինչ է ստացվում։ ստացվի գալս, որ գամ մասնակցեմ այդ արարողության այդ թատրոն։ Մի խոսքով Խաչիկը գնաց թատրոն, ես սպասում եմ բաժնում։ Կես ժամ հետո հերթապան բարձրանում եւ զեկուցում է, որ պարոն Սարգսյան Խաչիկը զանգեց թատրոնից, ասեց, որ իր կողքի նստողը ձախից երկրորդը հետախուզվող է։ Անձամբ ճանաչում է, խնդրեց, որ օպերատիվ խումբը ուղարկեք թատրոն։ Ես մի անգամից հասկացա, որ Խաչիկը դրամատիկական թատրոնում է Եվ վիճակը դրամատիկ է։ եւ վիճակը դրամատիկ է։ Արագ կարգով խումբը ուղարկել եմ թատրոն, ասի կգնաք Խաչիկին կտեսնեք, կողքից նստողը երկրորդը հետախուզվողը անմիջապես ձերբակալեք, բերեք բաժին։ Ես ինքս էլ չգիտեմ ով է, Խաչիկի զանգը համարեցի հիմք։ Մի խոսքով, թե ինչ կատարվեց այդտեղ, ինչ է կատարվել, խումբը գնում է թատրոն, հաշվում են Խաչիկից երկրորդին, թատրոնից քաշում են դուրս, բանից պարզում է սա ինձ Նարինեի հորեղբոր տղան է, որը եկել է նույնպես թատրոն նայելու։ Մի խոսքով ահագին քաշքշոց, երբ որ այդ ամբողջ ժողովուրդը դուրս են գալի խառնում իրար, Նարինեն ինքը բեմից միջամտում է այս պատմությանը, սա դիմադրում է բնականաբար, չի գալի, որ ես չեմ, տղաներն ու քանի որ Խաչիկի ասած հիմք է, փորձում են բերել։ Ընդհուպ Նարինեն է միջամտում, վերջ տղաները շատ հոգնած, երբ որ Խաչիկը ինքը վիճաբանում է մեր օպեր լիազորների հետ, ասում է, որ դու չես զանգի, արա։ Դու զանգի ասել ես, մենք էլ եկել ենք, ինչ ես ուզում։ Ես աղջիկը մի հատ ապտակ Խաչիկին, որ քո երեսից ստեղել միլիցություն արի, քո միլիցությունը, քո երեսից ձախողվեց ամբողջ ներկայացումը, մի խոսքով չերկարացնեմ կներեք։ Այս բոլորը միասին հետ են գալի բաժին։ Խաչիկը մտնում է ներս աշխատասենյակ, պատառոտված շորերով, կարմրած դեմքով, ու ասում է, պարոն Սարգսյան, ձեր արարքի մեջ ես միտում եմ տեսնում, իմ կարծիքով ձեր կատակը բոլորովին տեղին չէր, դուք իմ անձնական կյանքը խորտակեցիք, իմ ընտանիքը որպեսզի ստեղծվեր, երևել այլևս չստեղծվի, այս ինչ խուլիգանություն եւ այլն։ Ասում Խաչիկ մի հատ հանգստացի, դու չես զանգե, հերթապային ասե որ հետախուզվող կա իմ կողքի։ Ես էլ խումբը ուղարկել եմ։ Ով, ես ինչ գործ ունեմ զանգեմ, ինչ հետախուզող, հրաժավ, այդ պահին դուռը բացվում է, ունենք մի հատ Մարոզյան Խաչիկ։ Այս անգամ օպեր լիազոր։ Այս Խաչիկը բաժանմունքի պետ էր այլ ծառայ։ Դե մի Խաչիկ էլ մենք ունենք օպերատոր։ Այս պահին դուռը բացում է Մարոզյան Խաչիկը, ներս է մտնում, աչքը կապտած, շորերը պատառոտված։ Մտնում Անգերպետ մի ժամ զանգել եմ Ռոզնիկը կողքս կայնած խումբը չեք ուղարկում Պարոնյանի թատրոնից։ Ես մտքով չի ասել, որ մի ուրիշ Խաչիկ էլ ունենք Պարոնյանի թատրոն, նկատում երևի թատրոն չէր գնացել։ Առաջին Սկական ներկայացում։ Խաչիկը սպասելով, որ արդեն խումբը պիտի գա, հետախուզվողը դուրս էր եկել, միջանցք հետևից դուրս էր եկել, մեծ պատմություն, քաշքշոտ, սրանք էլ ընկերներով են եղել, Խաչիկին մի խոսքով փորձել են ծեծի ենթարկել եւ այլն։ Մի խոսքով ես Խաչիկի ընտանիքը հիմա կարող է ինձ եք սխալ ձերբակալել, ուրիշ Արամայիսի պիտի ձերբակալել։ Չէ, ձերը լավ տեղը տեղին, նույն Երևանու բաժնում կներեք մի կարճ պատմություն ուղղակի էլի նորից հումոր կա մի քիչ։ Երբ որ մի անգամ իջնում ենք վերևից, Մարգարյան Արտուր ունենք, անձնակազմի գծով տեղակալներ, Արտուրի հետ միասին ենք։ Քանակերը գայի։ Հիմա քանակերի, հա։
Ես էլ բաժնի պետն էի ժամանակ, միասին իջնում ենք ներքև եւ տեսնում ենք, որ մի հատ թլիկ անձնավորություն շատ բարձր ձենով բաժնի հերթապաների հասցեին 100 անգամ տալի, հերթապան ասում։ Մեծ հայոյի տեսնում եմ։ Հարբած բերել են այս թլիկին, ինքն էլ տրամադրությունը բարձր չի կողմնորոշվել որտեղ է ինքը գտնվում եւ սաղից ձեզ ստավեմ, սես ձեր ժիվույն մաս եթե բաժնում մնաց հորից ստավեմ, այդ թլիկությունից հետո ասում այդ տղա քեզ կար, բայց սաղից լավ ու 100 անգամ տելեֆոն, որ մենք ներս մտանք, այդ պահին հերթապաները զգաստացան Ձիգ որ կանգնեցին, սա մի պահ զգաց, որ իրողությունը փոխվեց, ինչ-որ բան փոխվեց։ Իրադրությունը։ Ես նայեցին, էսո վա։ Ասին, այդ տղա քեզ խելոք պայի պետնա, բան։ Պետնա։ Դորեսյան, սաղիդ լավ։ Սաղիդ հերնանից է։ Բաց պետից։ Ասա, սաղիդ հերնանից է մեկս։ Մի խոսքով։ Գնացել ենք ֆուտբոլ խաղալու երեկոն Դինամոյում, երեկոն Սպարտիվկով էի։ Մեքենայից դիմապակին էլ ջարդած էր, այն ժամանակ էլ ամենաթանկ բաներից մեկը դիմապակին էր։ Ուրեմն անձրև էր։ Այն ժամանակ շատ անգամ ու չեր էլ ջարվում։ Հարաբերական է։ Նա այդում Ուրեմն կանգնեցրին մեքենան, ասի երևի ճանապարհի է, տանեմ ես երկու քաղաքացիներին։ Նստան մեքենան, կտանես մինչև բանը Զեյթուն ախպուջան։ Ես կոմիտաս եմ գնում, բայց կտանեմ։ Բայց խիա դիմապակիդ ջարդած բանը ասեցնեց։ Ասի դե չկա չի ճարվում մի բայց դրա եղած ինչա արդեն խոսելով զգացի որ սրանք են մարդիկ չեն տենց խոսելով գնում ենք բան բայց դրա եղած ինչա բան ասացնից ոչմ ես էլ սկսեցի ակցենտով խոսել մեր հայրենիքի ակցենտով ակցենտով խոսեցի նրանք դե կարանք ճարենք բան ասեցնից իրար հետ գնացինք մասիվ բան ասեց բա հիմի ճանապարհին մի տեղ չմտնեմ հատ գարեջուր խմենք նոր եթանք վերցնենք բան ասի գնանք Վերջը գնացինք մի գարեջուր խմեցինք, իրար հետ բարձրացանք մասիվից էլ թե իջնենք Գարեջուրը քո հաշվին է թե իրանց հաշվինից։ Ապրեն։ Շատ կարևոր է։ Իրան գարեջուրը խմեցինք, բան, հետո գնացինք դեպի Երևանի սեփական տների հապածում, այդտեղ ասեց ունենք, պագրիշկայել ունենք, բան, ես զգացի որ սրանք գողեր են։ Ամի իրանք մտան ինչ-որ մի տուն, ես այդից զանգում եմ բաժին Զանգում եմ Գևորգյան Վազգեն ունեինք օպերգծով տեղակալ, Վազգեն Արշակիչ։ Ուրեմն կասկածում եմ որ գողեր կան, հետս նստած մեքենայում մտել են, ինչ որ ապրանքներ պետքա բերեն, գումի հետևը կգա, կնդե կբռնենք էլի, մի մեքենայով եմ։ Մի հարց ու պատասխան ասում եմ, Վազգեն Արշակիչ չեմ հասնում խոսամ էլի, բան, բայց տղա ջան, որտե եք, ինչով ես բան ասում եմ կգա, կդե գումի հետև թողան սպասեն։ Վերջը սրանք դրեցին այդ դիմապակին բան, ամեն ինչ, ասեցի ճիշտ ասացի մի գումար չկա մոտս։ Գնում ենք բան Եղբայրս այդ գումի հետևն ապրում կբերենք ընդ կտամ փողը կտամ Ուրեմն եկանք գումի հետև երբես տեսա որ մեր մեքենան եկանա այնց կանգնեցի որ պատի կողմից որ ճիշտ են փախնեն ես դուրը բացեցի բայց մտա անեստե որ տուփիկ էր այ մտասի հետևիցս գան էսա բան այդ պահին զգացի որ դռները բացվեց ես էլ որ եկա ինձ էլ բռնեցին ամի ով ինչ մուր ունի վրա սին բաներ ունի մեր աշխատողներ ինձ էլ հանցագործի հետ բռնեցին Ոչմ մեդիկ ունենք, սկսեց խփել անձի հանցագործների հետ։ Երևի քիչ է խփել լավ է։ Վերջը բերեցին ասում ու ձեն չեմ անում, այդ այս ինչ գողություններ եք անում ես մեկ ասում է, գիտեք ինչ կա, ինքներ կազմակերպել։ Սա ինքներ կազմակերպել, սրանք էլ խոչ են տալիս, Գասպար Ռոմիկ ունենք, այնել հին բաներ ունեինք։ Խոչ չխփեց մեր գոհատ։ Մեր օպերատոր Ժորան հենց որ ինձ այսպես բերեցին, ասեց վաղուց պետք է ձեր բակալ եմ։ Գայի պետը Տեսուչին ասում է, դու չամանչեցիր, այդ 1000 դրամը վերցրեցիր, ասում է, ամանչեցի, բայց որ ավել չեր տալի, ես ինչ անեմ։ Տեսուչը մեկին հաստլիկ տեսուչ, հիմա էլ կան, չէ, հաստլիկ տեսուչ, դեռևս մնացել են։ Նիհար մտնում են ձեր բնակ համակարգ, չախ դուրս գալիս։ Ու զարմանալի է որ ասֆալտի վրա։ Ասֆալտի վրա։ Մեկը տենց մի օր էլի տենց կռվի մեջ ընկած բերեց մի չաղ թմբլիկը ունեինք, ասում է պետ ջան, ասում է այս շոֆերը ինձ ասեց խոզ, հիմա ես ինչ անեմ։ Դե մտածում էր ու ասեմ տար մի բան կարել, հա։ Բանալ է։ Ասի քիչ կերիշ պետք է անես։ Ուրեմն ներնականը ներողություն ջան, կներես ուրեմն ոչինչ որ չմոռանամ
Լեննականում աշխատելու տարիներին էլի պատում էին, մեր Մելիք Սարգսյան Գրիշյան շատ կարգին մարդ է, դատախազության աշխատող է։ Ասում է հորոմ մամա ավտոբուսի մեջ գնում է, տատը հորոմ մամա Լեննականում ասում են։ Օնեսն էլ շատ է հարգում հորոմ մամին։ Ավտոբուսը ճիշտնելուց գսե հորոմ մամ, տոմշը վերցնես, ես վերցրի։ Ախսե ապրի սորեշան, աստվածար քեզի վերցնի։ Ուրեմն աբարանցիները, դեմարտունեցիները նույն երկրից են եկել։ Ուրեմն աբարանցին գալիս է նախքին Լենինի հրապարակ, ասենց գիշեր ալամ, ասենց կանգնում օդի մեջ անայում, երկնքին անայում։ Մեկ էլ միլիցիոները գալիս ասում, այդ ինչ ես նայում։ Ասում եմ դե երկնքին եմ նայում, ասում եմ ինչ ես անում երկնքին։ Մի հատ հանցագործ ճանչ կզանակցես։ Կբռնենք։ Ասում եմ աստղերն եմ հաշվում։ Ասում եմ ոնց թե դու սովետական աստղերը հաշվեցիր, ոնց ես անում, չի կարելի, քեզ չեն ասել որ սովետական աստղերը չի կարելի։ Քան հատ ես հաշվել։ Ասում եմ 100 հատ, ասում եմ 10 ռուբլի դու գանված ես։ Ասում եմ կներես ցավը տանեմ, տալիս ու գնում, հա։ Գնում աբարան ասում եմ իմացակ Երևանում միլիցիոն հարևցրել եմ։ Ասում եմ ոնց։ Ասում եմ դու մի ասա Երևանում չի կարելի աստղերը հաշվել։ Ասում եմ ոնց ես հարևցրել։ Ասում եմ ասեց քանի հատ ես հաշվել, ասեցի 100 հատ, ասեց 10 մանեթ ու գանեմ, բայց 150 հատ էի հաշվել։ Ավտոտեսուչը Մերսեդես առնում Շենգերն ասում է նոր եկած դեռ նորելուկ ավտոտեսուչն ասում է ոնց արար ոնց ես էլի Մերսեդես առնում ասում է հələ նոր ես եկել դու մի Մերսեդես առնելու համար պիտի աշխատես շարունակ 2 ամիս պիտի աշխատես Ճանապարհների վրա։ Դոլար գյուղ կա Արտաշատում, այդ դոլարեցիկ խոսքի վերջում այ են ասում տունա, շունա, այդպես վերջի բառը ոստիկանը։ Այ են ասում, հա։ Արտունեցիներն են։ Այդ նույն դոլարեցին է, որ շունը Դու կանչած մենք եկած։ որ շունը փախելա գոռում էին։ Կարելի է հարցնել, թե ինչու են ոստիկաններն այսքան շամ մասին պատմում։ Չէ, դա դոլարեցու շունն է փախել, դե մենք շուն սիրում ենք, ճիշտ։ Մենք շուն շատ ենք սիրում։ Ես օրինակ պահում եմ շունտ վաղուց, միշտ էլ ունեցել եմ, և մերոնցից շատերը ունեն շունտ, շունը հավատարմության երևի թե սիմվոլն է, մենք էլ սիրում ենք հավատարիմ և մարդ և հավատարիմ այդ նոր բանը դալարեսն է, որ շունը փախել ասել, շունը փախա, բասպա շունա ջանդամա, ժինջիլա խետա տարավ, ժինջիլն էր կարել, հիմա հարևանի տանը խորոված են արել, սա մի կերպ ուզում է մասնակցություն ցուցաբերի, այդ խորովածին հարևանն էլ կանխամտածված չի հրավիրում խորովածը, արդեն երեսատեղ չունես հարևանները, հարբեցողի մեկն է չուզում հրավիրի, որոշում է երկար ինչ պատճառաբանությամբ ներխուժեմ ես այդ տուն և օգտվեմ այդ խորովածից, երկար մտածելուց հետո որոշում է գնում դուռը թակում է, այս հարևանը դարպասը բացում է, ասում է, գա ասում է, ձեր շունա մեր ուրաքա չի պերի, ասում է, բայ, գա մեր շունա պլոտնիկի ինչի ձեր ուրաքա ձեր շուն Որը մոթանասում բերին է, պարզագն, Աբոյան փողոցով գնում եմ, մեր ոտքով, հա, չէ, մեքենայով է գնում, կամած, դե Աբոյան փողոցում կամած, գնում էի Հովանես Շիրազը, մեր շատ հարգարժան, ուրեմն վարպետը, սենց Մարտունեցու լեզվով ասեմ, ցիլինդրը սենց ձեռը, սենց գնում էր, գլխարկը ձեռը, սենց գնում էր, ասի կանգնեմ վարպետին տանեմ, ասի վարպետ նստեք ես ձեզ տանեմ, ասեց շնորհակալ եմ ձեզանից, բերման կենթարկեք դուք, համազգեստով է։ Մեքենան բերել էին վարորդական լեզվով ասեմ պլաշչատկա, ոչ թե տուգանային հրապարակ, որ ասում ես տուգանային հրապարակ ինչ էլի, որ պլաշչատկա, դե արդեն վարիանտ չկա, պլաշչատկա։ Դե սրան էր գնաց այդ վարորդը միջնորդել բանման, չէր ստացվել, այնտեղ շարժիչը փոխած էր, չէր լինի, ուսում ճշտվելու հարցեր կան։ Վերջը ասել էին գնա գայի պետի տեղակալը քեզ կարող է օգնի, էլի մենք չենք կարող, մեր ուժերից վրա եկավ բան։ Ասեց պարոն Սարգսյան, ես մի բան պետք է ասեմ, բայց վախենում եմ։ Դե արդեն գիտեմ ինչ պետք է ասի։ Ասա, ինչ է, ասա, վախենալու բան չկա։ Ես որ ձեզ փող առաջարկեմ կվերցնեք։ Ունքերը սենց գիտեցի, ասի ինձ հետ երբեք նման բան չի պատահել, ասեց ոնց երբեք փող չեք վերցրել, ասի ոչ երբեք չեմ հրաժարվել, կատակ եմ անում ասի։ Դե ինչ քաղաքացի ոստիկաններ,
Բայց մենք նորից պետք է Այդ կանենք իհարկե, այդ ձեր պրոբլեմն է։ Քաղաքացի ոստիկաններ, կարծում եմ թույլ կտակ, որ դատարանում կանգնելուց եւ գաղութում նստելուց առաջ, նախ եւ առաջ վերջին խոսք ասեմ։ Հետո նոր միայն կնստացնեք։ Կտանենք ցեբը միան հանգստացեք։ Շատ շնորհակալ եմ։ Հիվանդանոց։ Շատ շնորհակալ եմ, ես գիտեմ, որ ձեզնից ոչ մի օգուտ չկա։ Հետո նոր միայն կնստացնեք այսին վերջին խոսքից հետո։ Հիշեցի, որ մի դատավորի մոտ գնացի, ասեց նստեք, ասի քանի տարով եւ որ հոդվածով։ Իսկ վերջերս էլ ուրեմն իմ հին բարեկամ դիասովանից ճշնամի ենք։ Ուրեմն պարոն քաղաքացի Սարգսյանը ասում են օպերայի մոտով տեսավ Արամ Խաչատրյանի արձանը էլի նստած, ասեց, Արամ Խաչատրյանն էլ նստացրին, հա արդեն։ Այո։ Ես իհարկե նորից եմ ասում, որ շատ սիրում եմ ավտոտեսուչներին եւ գիտեմ, որ իհարկե ոչ միայն ավտոտեսուչները, այլև ձեր բնակավարում չլուծված հարցեր շատ կան չբացահայտված բացահայտ սպանություններ եւ հանցագործություններ, կան մոլագարներ, որոնց հետ գործ եք ունենում, կան արտասահմանյան կինոնկարի ազդեցությամբ $100 համար հարազատներին կոտոր, այնքան հանցագործությունները շատացել են, երևի ուրախություն ձեր սրտի, որ ձեր գործն էլ բավականին նույնպես շատացել է։ Իհարկե ժամանակին ես գայի մասին գրել եմ, մեծ պատմություն եղավ, մի 18 տարի առաջ գային լավ գործեր անում է, բայց հաճախ հանում է։ Ուրեմն այդ կատակը շատ է սիրել նաև այսօրվա Հանրապետության գլխավոր ավտոտեսուչ Էդվարդ Բարսեղյանը, շատ է սիրում, մի անգամ էլ Հայկին եւ ինձ ասաց, գիտեք, ասում է, մեր որոշ տեսուչներ այնպես աննկատելի են փողը վերցնում, որ հայտնի աշխարհար Հարություն Հակոբյանը պետք է նրանցից սովորի։ Ըստ երևույթին վերապատրաստման դասընթացներ պետք է կանչենք։ Այո, հրավիրել են, արագությունն է վտանգում, դիմացինի ձեռքը կարող է փոկվել։ Այո, մի անգամ էլ ուրեմն մասնավոր մեքենայով Սևան էին գնում, հետևներիցս գային ընկավ, ասի չկանգնես, մինչև հասանք Սևան, եկան հասան, տեսան, ուրեմն ես եմ, ասի ինչ եք ուզում, թե պարոն Սահակյան, ուզում եք ձեզ տանենք պատիվ տանք։ Իսկ ուն տագից կարողացան այսպես դուրս գալ։ Այո։ Իհարկե ես գիտեմ, որ ձեզ դիմում են ոչ միայն քրեական հարցերով, երբեմն նաև կենցաղային, ընտանեկան հարցերով։ Վերջերս Սերհանից եկել էր իմ եւ ուրեմն ռեժիսոր Թորգոմ Մովսիսյանի ուրեմն բարեկամը Գաբրիել Ղազարյան, Հաֆեզի եւ Խայամի թարգմանիչներից իր կնոջ Թամարի հետ ասացի ոնց եք ամուսնացել, ասես դե նշանվելուց առաջ ես խոսում էի, Թամարը լսում էր։ Նշանվելուց հետո Թամարն էր խոսում, ես էի լսում։ Ամուսնալուց հետո հիմա միասին ենք խոսում, հարևաններն ու ոստիկանությունն է լսում։ Եվ այս ուղղությամբ ես հիշեմ, որ նաև իմ հարևանը, որտեղ ապրում եմ 8-րդ հարկում, ավտոտեսության պատասխանատու աշխատողներից է Էմիլ Մարգարյան, վերջերս երեխա է ունեցել, ասի աչքը լույս երեխա ես ունեցել, ասեց երեխա չի աղջիկա, կատակեց։ Ոչ աղջիկ էլ ուզում է ինքը։ Ուզում էր մի տղա ունի։ Հետո հիշեցի եւս ձեր ուրեմն քաղաքային վարչությունում աշխատող երկարամյա ուրեմն աշխատող, երևի մի 30 տարի տեղ աշխատում Անդրանիկ Ալեքսանյանին, որը ուրեմն մի անգամ շատ հետաքրքիր նախադասություն ասաց, ինքը դե չխմող է, ասաց չխմողները անցյալ չունեն, խմողներն էլ ապագա չունեն։ Հետո նոր տարում երբ որ այցելեցինք իրենց տուն, մի գեղեցիկ տորթ էր դրել, վրան գրել ձեր չտալ վաղն են հյուրեր գալու։ Հիշեցի նաև Արցախի մարտերին մասնակցած այժմ Շահումյանի, եթե չեմ սխալվում, պահակային ծառայության պետ Լևոն Լյովա Սամվելյանին, որը եկավ մեր տուն, այն ժամանակ մայրս կար, մորս կնոջս ներկայությամբ պատմեց, որ մի ոստիկան սիրուհու գրկում հանկարծամահ եղել։ Ես էլ ասի մահ մարտական պոստում իր ծառայությունները կատարելու, հա ոնց են ասում։ Ծառայական ասում եք, որ մենք զգուշանանք։ Այո, մայրս դա իմացավ, ասեց
Արամայի ջան, այդ այս տեղերը զգուշ եղիր։ Եվ ես ուրեմն հիշեցի նաև, որ իմ կյանքում 1000-ներողություն առաջին համբույրը ոստիկաններն են խանգարել։ Երբ ուրեմն առաջին անգամ այս գործընթացը պետք է այգում, այո, այն ժամանակ Ղուկասյանի այգում, այո, եւ ուրեմն հենց պետք է կատարվեր այդ հրաշք գործընթացը, ստեից բռնեցին, տուգանեցին, տուգանելուց հետո ասի մենք կհսկենք, շարունակեք ձեր աշխատանքը։ Ուրեմն հետո էլ ես հիշում եմ, որ այդ նույն ես սովորում էի ավտո վարել, մի որոշ ժամանակ վարեցի, բայց մի անգամ փողոցով անցնելու ժամանակ ոնց եղավ քիչ էր մնում մի հաստամարմին տիկնոջ կպնեի։ Չէիր կարող շրջանցել, ասի վախեցա բենզինս չհերի։ Եվ ակամա հիշեցի նաև, երբ որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ հանրապետության նախագահ, այդ օրերին ավտոտեսուչը կանգնեցրեց մի ավտոմեքենա, ուժեղ խախտում էր արել, նա ասեց «Քե մատաղ ինչ ա պտահել»։ Ասեց, հա, լոխ լավա, գնացեք, լոխ լավա, գնացեք, այո, և ուրեմն այդ ոստիկանը իհարկե ինձ ծանոթ էր, շատ հետաքրքիր, մի անգամ ասի գնանք սուրճ խմենք, ասեց ես գեղացի չեմ, որ սուրճ խմեմ, մի ստական չայ բերեք խմեմ, հետո տարօրինակ էր, փոխանակ ասեր վեներական հիվանդների են բռնել, ասում էր վենետիկյան հիվանդների են բռնել։ Արմատը մոտիկա։ Փոխանակ ասի Իսրայել Հակոբ Կոխյան, ասում էր Հակոբ Իսրայել Կոխյան եւ այլն, կամ ասում էր վրացահայ քրդեր, թե վրացի հայ եւ քուրդ եւ այլն։ Շուշտ ես իհարկե նորից կրկնում եմ, շատ սիրում եմ ոստիկանության եւ բոլոր բնակավարների լավ ազնիվ աշխատողներին եւ պատահական չէ, որ Հայկը ինձ պատմեց, որ իր լավագույն ընկերներից մեկը Գյորգի Գոգա Մալխասյանին ասեց շատ եմ սիրում Գոգային, որովհետեւ միամիտ ազնիվ մարդ է, ինչ ասում եմ հավատում է։ Լորեցի, այո, ինչ ասում եմ հավատում է։ Եվ ես ակամա հիշեցի նաև Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի իմ հին բարեկամներին, Սիրակին, ասի կնոջը Զասենիկի մասին մի ծիծաղելի բան պատմիր էլի, ասես դե ինչ պատմեմ, ազնիվ կին ասի, բա դրանից էլ ծիծաղելի բան, այսօրվա պայմաններում թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել կրկին ներքին գործերի նախարար մեր սիրելի Սուրեն Աբրամյանին, հասարակական կապերի եւ լրատվության վարչության պետ Միքայել Գրիգորյանին եւ նրա տեղակալ Արտակ Վարդազարյանին, որոնց երբ որ ասացի, որ ամբողջ կյանքում ես չեմ փոխվել, ասացին դու այն գլխից էլ փոխված ես ծնվել, էլ ինչ փոխվես, եւ միաժամանակ ձեր շնորհակալություն հայտնել, սիրելի ժողովուրդ, ես շատ սիրում եմ ոստիկաններին, Աստված չտա նրանց ձեռք նգնեք։ Շնորհակալություն։